Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի մեզ on-line հետևողներին։ Ուզում եմ ասեմ, որ այսօրվա խոսքս վերնագրել եմ Աստված սիրում է քեզ, ինչպես որ կաս։ Եվ խոսքս ուզում եմ սկսել Հռոմեացիների 5-րդ գլխի 8-րդ խոսքից։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր ենք։ Քրիստոսը մեզ համար մեռավ։ Սիրելի Աստծո զավակ, ես չգիտեմ ում մասին եմ խոսում, Աստված ում մասին է իմ միջոցով խոսում, բայց վստահ կարող եմ ասեմ, որ այս խոսքերը ամբողջությամբ ճշմարտություն են։ Այս խոսքերի մեջ զորություն կա։ Այս խոսքերը շատ մարդկանց կյանքեր է փոխել։ Այս խոսքերը իմ կյանքն է փոխել եւ հավատացած եմ, որ եթե դու հավատաս եւ հենց հիմա ընդունես Տեր Հիսուսին, այն նաեւ քո կյանքը կարող է ամբողջությամբ փոխել։ Ես չգիտեմ ով ինչ կյանքով է ապրում, ով ինչ մեղքերի մեջ է, ում իր շրջապատում ինչպես են ընդունում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է քեզ այնպես, ինչպես որ դու կաս, եւ նա սպասում է, նա փնտրում է քեզ հենց այս վիճակում, քո այս կարգավիճակով, ինչի մեջ ես, ինչ կյանքով ես ապրում, նա հենց հիմա քեզ է փնտրում եւ սպասում է քեզ, նա քեզ սիրում է։ Գուցե դու հիմա մտածում ես, որ Աստված քեզ չի սիրում, որտեղ քո մեղքերը շատ են, դու արժանի չես Աստծո սիրուն, միգուցե շատ հեռու մարդ ես Աստծուն, սիրելի Աստծո զավակ։ Այս խոսքերը սուտ բաներ են, Աստված քեզ հենց հիմա փնտրում է, նա քեզ է սպասում։ Երբ Աստծուն ցույց տվեցիր քեզ չսիրելու այն միլիոնավոր պատճառները, Աստված այդ պատճառներից ոչ մեկը չընդունեց, որովհետև իր սերը քո հանդեպ այդքան մեծ էր։ Նա իմ եւ քո փոխարեն բարձացավ խաչը, մեր մեղքերի փոխարեն նա խաչը բարձացավ, որպեսզի ես եւ դու փրկություն ունենանք։ Եվ հենց իր արարքը խոսում է այդ սիրո մասին, որ նա մեզ այդքան շատ է սիրում։ Աստված սիրում է քեզ անկախ քո ով լինելուց եւ քո գործերից, ինչ որ արել ես։ Շատերը սխալ կարծիք են կազմում Աստծո մասին, մտածում են, որ Աստված սիրում է միայն բարի մարդկանց, սիրում է միայն սուրբ կյանք ապրող մարդկանց, եկեղեցի գնացող մարդկանց։ Սիրելիներ, Հռոմեացիների 5:6-ը կուզեմ կարդանք, որովհետև երբ մենք դեռ տկար ենք, Քրիստոսը որոշված ժամանակի մեռավ ամբարիշտների համար։ Այսինքն Քրիստոսը մեզ սիրեց նախքան մեր որևէ բան անելը։ Նա չսպասեց մենք ինչ արարք ենք անում, ինչ կյանք ենք ապրում։ Նա մինչև մենք անգամ չենք էլ մտածում, նա մեզ համար արդեն մեռավ։ Մենք դեռ ծնված չէինք, նա արդեն մահացավ մեզ համար, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Նա տեսնում է քո ցավը, տեսնում է քո տառապանքը, քո արցունքները, եւ հիմա կանգնած է քո առջև եւ ասում է. ես սիրում եմ քեզ։ Միգուցե դու ապրում ես մեղքի մեջ։ Միգուցե այդ քո ապրած կյանքը գիտակցաբար է կամ անգիտակցաբար է, բայց Հռոմեացիների 3:23-ում ասում է, որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Տեր Հիսուսը եկավ հենց սրա համար։ Տեր Հիսուսը չեկավ արդարների համար, նա եկավ մեղավորների համար։ Եկավ կորածների, ճնշվածների, կախվածություն ունեցողների, հուսահատների համար։ Երբ մենք, ես եւ դու դեռ չգիտենք Քրիստոսի մասին, նա խաչի վրա մահացավ։ Քանի դեռ մենք մեղքի ճանապարհով ենք գնում, նա ասում էր. «Սա քո համար եմ անում, որ չկործանվես»։ Եվ կուզեմ կարդանք նաև Հովհաննես 3:16-ը, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սիրելի բարեկամ, այս խոսքերը հենց ուղղված են քեզ, որովհետև Աստծո խոսքն ասում է, ով նրան հավատաց, այս օվը հենց դու ես։ Որովհետև եթե դու հիմա հավատաս նրան, նա քեզ կփրկի։ Նա քեզ հավիտենական կյանք կտա։ Նա չի սպասում, որ դու մեղքերից ազատվես, մաքրվես։ Նա ասում է, արի ոնց որ կաս։ Նա սպասում է քեզ։ Եվ կարծում եմ դու հիմա մտածում ես sense մի բան, որ շատ քո ներսը շատ կեղտոտ է։ Դու չարությունով ես լցված, մեղքով ես լցված։ Գուցե հիմա չես կարող գալ Աստծուն, որովհետև դեռ պիտի փոխվես, դեռ պիտի մաքրվես։ Այս մտքերը սուտ են, այս մտքերը չարից են ուղարկված եւ կուզեմ ձեզ հետ իմ վկայությունով կիսվել։ Մեր տանը առաջին մարդով Աստծուն ընդունելը դա մայրս է եղել։ Եվ մեր տանը Աստծո խոսքի հիմք գցողը մայրս է եղել։ Նա շատ է մեր հետ խոսացել, ինձ հետ շատ է խոսել եւ ասել է, որ ես փոխվեմ, հրաժարվեմ իմ այդ մեղքի կյանքից։
Ես հենց այս մարդկանցից եմ եղել, որ իմ մայրիկին պատասխանել եմ, հիմա չեմ կարող գալ Աստծուն, որտեվ ես մեղքի մեջ եմ, ես պիտի սրբվեմ, մաքրվեմ, նոր գամ։ Ես ասել եմ, ոնց գամ, եթե ես դեռ Աստվածաշունչ չեմ կարդացել։ Ես ոնց կանգնեմ Աստծո առաջ, եթե ես մեղքի մեջ եմ։ Ես կմաքրվեմ, նոր կգամ։ Ես պիտի մաքուր լինեմ, որ Աստծուն ճանաչեմ։ Բայց եղավ ճիշտ հակառակը։ Ես ել ավելի թաթախվեցի մեղքի մեջ, ել ավելի սենց կործանվում էի։ Ու եկավ մի պահ, որ Աստված ինձ ծնկի բերեց։ Իմ կյանքում այդ իրավիճակն եղավ, որ ես չեմ ուզեցել ապրել։ Ես արդեն իմաստ չէի գտնում։ Ու հենց այդտեղ ես հանդիպեցի Աստծուն։ Ու ես հենց այդ ժամանակ հիշեցի իմ մայրիկի ասած խոսքերը, որ գնա Աստծուն ոնց որ կաս, ինքը քեզ կօգնի, ինքը քեզ կազատի այդ ամենից։ Ու հենց այդպես էլ եղավ, Աստված ինձ օգնեց։ Ու կուզեմ սիրելիներ կարդամ հենց այստեղ Մատթեոսի ավետարան 11-րդ գլխի 28 խոսքը, որ ասում է. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Այս խոսքերը զորություն ունեն։ Այս խոսքերը իմ կյանքում կատարվել են։ Սիրելի հոգի, սիրելի Աստծո զավակ, Աստված քեզ հենց այսպես է կանչում։ Քո հոգսերը, քո խնդիրներով, ամբողջը տար Աստծուն, տուն նրան, թող նա գործի քո կյանքում։ Թող նա քեզ խաղաղություն բերի, հանգստություն բերի, ու դա դու հայտնապես կտեսնես։ Կտեսնես Աստծո փառքը, Աստծո զորությունը, որ նա ինչպես է քո կյանքում գործում, ինչպես է քեզ ազատում քո բոլոր մեղքերից։ Եվ եթե դու դառնաս Աստծուն, կատարես այդ ամենը, ինչպես Աստված իմ կյանքն է փոխել, նույն ձևի քեզ կփոխի։ Նա չի սպասում քեզ, որ դու մաքրվես, ասում է՝ արի, ես կմաքրեմ։ Ես կօգնեմ քեզ մաքրվես։ Ես ցույց կտամ այն կետերը, որոնք դու պետք է մաքրես քո կյանքից։ Նա քեզ կօգնի։ Դու մենակով ոչինչ չես կարող անել։ Աստված կփոխի քո կյանքը։ Նրա սերը քեզ չի թողնի, որ դու նույն տեղում մնաս։ Նա քեզ կփոխի, քեզ էլ ավելի հասունություն կտա, քո ուղեղը, քո աչքերը, ամենը կբացվի քո առաջ։ Դու կտեսնես իրական կյանքը, իրական աշխարհը կտեսնես։ Երբ նա գալիս է քո կյանք, ամեն ինչ փոխվում է։ Նա ուզում է փրկել, քավել քո մեղքերը, բժշկել քո ներսը, եւ քեզ Տերը չի թողնի, որ լինես կործանվող մարդ, որտեղ նա սիրում է քեզ։ Նա սիրում է քեզ այնպես, ինչպես որ դու հիմա կաս։ Նա հիմա կանգնած է քո սրտի դռան առաջ ու սպասում է քեզ, որ դու քո սիրտը քեզ բաց անես նրա առաջ ու թույլ տաս, որ նա ներս գա եւ բժշկություն բերի, գա եւ ազատագրություն բերի քո կյանքում, որպեսզի դու մաքրվես, դու դառնաս այնպիսին, ինչպիսին որ նա ուզում է, որ դու լինես։ Դու լինես այն զավակը, որ նա սպասում է, թույլ տուր միայն, որ նա ներս գա ու նա կանի այն ամեն ինչը քեզ անհրաժեշտ է։ Եթե խնդիրներ ունես, եթե քո աղոթքի պատասխանները չկան, հիշի մի բան, որ դու մենակ չես, Աստված քեզ հետ է, նա քեզ սիրում է։ Ու եթե այսօր պարտվել ես ինչ-որ վիճակի, գուցե նաև մեղքի, հաստատ իմացիր, որ Աստված սիրում է քեզ։ Նա քեզ սիրում է։ Շատ է եղել իրավիճակներ, երբ մենք պարտվել ենք ինչ-որ մի բանի ու սատանայի գործունեությունն է միանգամից եկել ու սկսել է մեզ մտքեր ուղարկել, որոնց շատ մարդիկ տրվել են եւ մոլորության են գնացել։ Կարծում եմ բոլորի հետ էլ եղած կլինի այսպիսի բաներ, երբ պարտվել ես ինչ-որ վիճակի ու սատանան միանգամից քո ականջին շշնջացել է, որ քեզանից ինչ հավատացյալ, ու չես կարող հավատացյալի կյանք ապրել։ Դա քո համար չի։ Սիրելի Աստծո զավակ, ուզում եմ քեզ ասել, եթե Աստված ինձ եւ քեզ կանչել է, եթե Աստված ինձ եւ քեզ տվել այս գործը, հաստատ իմացիր, որ նա գիտի, որ մենք կարող ենք դա անել, ու պետք չի տրվել մոլորեցնող ոչ մի մտքերի, այլ միայն Աստծուն ընդունիր ու առաջնորդվիր Աստծո խոսքով, որովհետեւ նա գիտի ինչ է անում։ Եթե նույնիսկ հիմա պարտվել ես, դու Տիրոջինն ես, եւ Աստված սիրում է քեզ։ Կխնդրեմ կանգնենք ոտքի եւ աղոթենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում Աստծուն, ովքեր դեռ այդ ճանապարհի վրա են եւ չեն կողմնորոշվում ոնց անել, ում որ սատանան այսպիսի մտքեր է ուղարկել։ Եկեք աղոթենք բոլոր այդ մարդկանց համար։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր, շնորհակալ ենք քո այդ մեծ սիրո համար, որ դու մեզ այդքան շատ ես սիրում, որ դու մեզ համար մեր մեղքերի փոխարեն բարձրացել ես խաչը, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Գոհանում ենք քեզանից, Տեր, գոհանում ենք, Տեր, եւ վստահում ենք քեզ մեր ամբողջ կյանքը, Տեր։ Խնդրում ենք, Տեր Հիսուս, որպեսզի դու այցելես բոլոր այն մարդկանց, բոլոր քո այն զավակներին, Տեր ջան,
ովքեր որ այս մոլորության մեջ են, ովքեր որ դեռ քեզ ճանաչելու փորձի մեջ են, Տեր, խնդրում ենք հայտնապես լինես նրանց կյանքում, ցույց տաս քո փառքը, քո զորությունը, քո ամենակարողությունը, Տեր, խնդրում եմ օգնիր նրանց դարձի գալու, քո կյանքը ապրելու, ընդունիր նրանց քո ուրախության մեջ, որպես քեզ զավակներ, աղոթում ենք քո սուրբ եւ զորավոր անունով։